ուրեմն ուզում եմ ձեզ ցույց տամ, այդ որ այդքան ասում են ագահություն, հա, ինչքանով է վատ անդրադառնում ագահությունը մարդու աշխատանքի վրա տրեյդինգում, նայեք, էս իմ երեկվա գործարքն է բիտկոյնի, ստեղից լոնգ եմ մտել, ինձի մոտավորապես 1.3.5-ին տվել էր, հա, 1.3.5-ին գործարք էր տվել, որ կարայի վերցնեի, ես չեմ փակում այդտեղ, սպասում եմ, ինչա տեղի ունենում, ավելի շատ էի ակնկալում, մտածում էի, որ էլի բարձրանա վերև, գոնե այս միջև այս ուրբենի կեսը, ագահություն անելով չեմ փակում գործարքը, ֆռում հետ է գալիս, այսքան չէի սպասի ճիշտն ասած, ես կփակեի, պրոստը կոմպի դեմը չէի, ֆռում հետ է գալի, խփում է ստոպին, այսինքն հերիք չի կորցնում եմ այն պլյուսը, որը որ ունեի, մի հատ էլ ստոպ եմ վերցնում, սա հենց այն ագահություն կոչվածն է, որը որ վատ բացասական ազդեցություն ունենում տրեյդերի աշխատանքի վրա, դրա համար ասում ենք ագահությանը պետքա դեմ գնալ, այսինքն պետքա չանել ագահություն։